Նախ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել գեներալի ծննդյան օրը, այսօր նրա 70-ամյակն է։ Ցավոք սրտի մենք շնորհավորում ենք նրա երկնային ծնունդը, բայց այսքան տղաները, որ հավաքվել են այստեղ, մեծ մասամբ նրա զինակից ընկերներն են, նրա հրամանատարության ներքո ծառայություն անցկացրած տղերքն են եւ երևի այս սա է, որ ցույց է տալիս, որ մեր մարտական ոգին չեն կարողացել կոտրեն։ Գեներալը վերևից հիմա փառավորվում է իր հոգին, ուղղակի փառավորվում է այս պատկերը տեսնելով։ Եվ քանի դեռ այս տղաները հիշում են եւ մեկը մյուսին եւ իրենց բոլոր ընկած ընկերներին, մենք պարտություն չենք ունենա, մեր ազգը կհարատևի։ Իսկ ինչ կուզեմ, ժողովրդին կուզեմ ասեմ, ուշքի արեք, քանի դեռ այս երկիրը ձերն է։ Երևի թե այսքանը կասեմ։ Քիչ առաջ պահանգնդապետը շնորհավորեց բոլորին, Մամել Գրիգորյանի ծնունդի համար բոլորին շնորհավորեց։ Ըստ ինչու է դա շնորհավորան բոլորին։ Մամել Գրիգորյանի անցած ճանապարհը, Զորավարի անցած ճանապարհը բոլորի համար է եղել, ոչ կոնկրետ մեր համար կամ այս տղաների, ամբողջ մեր ազգի համար է եղել եւ իրապես շնորհավորանքը պիտի լինի բոլորի համար։ Կապ չունի նրան ընդունում են, չեն ընդունում։ Ժամանակներ կանցնի, չընդունողները երևի ինչ որտեղ կհասկանան նրա կատարածի արժեքը։ Դրա համար շատ ճիշտ է շնորհավորեց բոլորին։ Դա Մամել Գրիգորյանը ինքը հանրային արժեք է, ոչ թե միայն մերը։ Ասացիք կհարատևի անունը ընկածների, իսկ երբ կլինի բեկում, երբ կհառնի նորից հաղթանակի ոգին։ Ինձ թվում է դա շատ հեռանկարային բան չի, որովհետև այս ազգը այնպիսին է, որ չի կարա այսպես չի կարա կզած վիճակում երկար քայլի։ Մեր ազգը հպարտ ազգ է, ուղիղ կանգնող, ճակատը բարձր։ Մենք չենք կարա կզած ման գանք։ Շուտով։ Շնորհակալություն, շնորհավորում ենք ևս մեկ անգամ։ Ապրեք։ Շնորհակալություն։